Այժմ սկսենք այդ մշակման գործիքներից դիտարկել այս գործիքը Healing Brush Tool։ Ես ընտրում եմ այն եւ մի փոքր մոտեցնեմ պատկերը, որպեսզի ավելի պարզ երևա ամեն ինչ։ Տեսեք, ենթադրենք մենք ցանկանում ենք վերացնել այս հատվածը։ Դրա համար կարող ենք շրջակա միջավայրից այդ հատվածի մեկ այլ փիքսելներից վերցնել ինչ-որ հատված, որը որ կլրացնի այս հատվածը փոխարինելով ու կստացվի այնպիսի արդյունք, որ կմիաձուլվեն փիքսելները։ Դրա համար հարկավոր է սեղմել Alt ստեղնը, հայտնվում է այսպիսի սլակ, քլիկ անել այնտեղ, որտեղ որ հարկավոր է, մեր դեպքում ենթադրենք այս հատվածը, այնուհետև քլիկ անել այն հատվածի վրա, որտեղ որ ցանկանում ենք փոխարինել, ենթադրենք այս հատվածում։ Իհարկե այստեղ հարկավոր է շեշտը դնել տեսողության վրա եւ մի փոքր աշխատել կախված պատկերի տեսակից արդեն, որպեսզի հնարավոր լինի ստանալ մաքսիմալ լավ արդյունք։ Նույնն էլ այս հատվածում։ Օրինակ, եթե մենք կլոնավորենք այս հատվածից ինչ-որ փիքսելների տարածք, այնուհետև այն տեղադրենք այստեղ, ապա մենք չենք ստանա նորմալ արդյունք։ Այդ իսկ պատճառով մեզ հարկավոր է նման հատվածից լրացնելու համար վերցնել այլ հատված, ենթադրենք ես այժմ սեղմել եմ Alt ստեղնը, այստեղ քլիկ եմ անում եւ տեղադրում եմ այս հատվածում։ Մենք տեսնում ենք, որ կարգավորվեց։ Նույնն էլ մնացած հատվածներ, ինչքան որ կա, նույն եղանակով կարելի է մշակել պատկերը բոլոր հատվածներում։ Բացի դրանից կարելի է նաեւ չափսը այստեղից փոփոխել, նրա ազդեցության տոկոսները եւ այլն, մի քանի այլ կարգավորումներ նաեւ կան։ Կարելի է նաեւ պահպանել աշխատանքի համար մի քանի օրինակ, ենթադրենք այս հատվածում ենք աշխատում, ինչ որ հատված վերցնում ենք սեղմելով Alt ստեղնը եւ այն պահպանվում է այստեղ առաջի վայրում իրեն համարժեք։ Երկրորդը, ենթադրենք մենք աշխատում ենք այս հատվածում, կարող ենք այստեղից ինչ որ մի հատված կլոնավորել սեղմելով Alt ստեղնը, ու դա կպահպանվի այստեղ։ Նույնն էլ երրորդ, չորրորդ, այդպես կարելի է 5 հատված կլոնավորել եւ պահել։ Այնուհետեւ եթե ընտրենք օրինակ առաջինը, ապա այս հատվածից կլոնավորված այդ արժեքը կլինի մեր գործիքի արժեք որպես։ Եվ երկրորդը եթե ընտրենք, ապա այս հատվածից։ Սա իհարկե պրոֆեսիոնալ աշխատանքների ժամանակ կարող է զգալիորեն խնայել ժամանակ։ Ընթացքում ամեն նոր տարբերակը թողարկելու ժամանակ մի շարք կարգավորումներ այստեղ ավելանում են, պակասում են գործիքները նույնպես, ու հիմնականում ամեն ինչ գնում է նրան, որպեսզի ավելորդ կարգավորումներից ձերբազատվեն եւ ավելանա միայն ամենաակտուալ, ամենահաճախ օգտագործվող կարգավորումները, գործիքները։ Այդ իսկ պատճառով մենք այժմ կդիտարկենք ոչ թե բոլոր նրբությունները, բոլոր այս գործիքների հետ կապված, այլ այն հիմնական հնարավորությունները, որոնք իմանալով կարելի է կատարել ցանկացած պրոֆեսիոնալ աշխատանք։ Օրինակ այս գործիքի համար այստեղ կա երկու կարգավորում։ Առաջինը sample, այն նշված է միշտ լինում ըստ նախնական կարգավորումների, եթե մենք ոչինչ չենք փոխում։ Ու ինչ տարբերություն կա, որ մենք կլոնավորում ենք փիքսելների ինչ-որ տարածք մեր պատկերից, երբ որ նշված է սա, իսկ pattern, երբ որ նշված է, ապա մենք կարող ենք ընտրել ինչ-որ ուզոր, ինչ-որ շաբլոն ու այն կիրառել որպես փիքսելների օրինակ, այսպես ասած։ Սա իհարկե այսպիսի պատկերների ժամանակ պետք չի գա կիրառել, բայց միգուցե այլ պատկերների ժամանակ պետք գա։ Այստեղից կարելի է նշել նաև շերտերը, որպեսզի ազդի հենց ընտրած շերտի վրա, ազդի ընտրած շերտի եւ դրանից ներքև գտնվող շերտի վրա, թե ազդի բոլոր շերտերի վրա, անկախ նրանից թե որն է այստեղից նշված։ Այստեղից ես թողնում եմ նշված all layers, բոլոր շերտերը, եւ այժմ ես պատմության միջոցով վերադառնում եմ ամենասկիզբը եւ կատարենք հետեւյալ գործողությունը։ Այստեղից ընտրենք sampled source ու հասկանանք նաև այս aligned կարգավորման դերը։ Երբ որ այն նշված չէ, ենթադրենք այս հատվածից ես alt ստեղնը սեղմած վերցնում եմ նմուշ եւ տեղադրում եմ այստեղ։ Այնուհետև որտեղ որ քլիկ անեմ, այն հատվածը որտեղից որ վերցրել ենք նմուշը կմնա նույնը։ Իսկ եթե այս aligned սա նշված է, ապա ուշադրություն դարձրեք, այստեղ ես սեղմում եմ alt եւ այս հատվածի վրա ուշադրություն դարձրեք։ Այժմ տեղափոխում եմ մեկ այլ հատված, քլիկ եմ անում ու այդ սլաքը, այսինքն նմուշ վերցնելու հատվածը հետևում է մեր մկնիկի սլաքին։ Ընդհանուր բարձ է իմ կարծիքով, եթե նշված չէ, մնում է նույն տեղում, իսկ եթե նշված է, ապա հետևում է մկնիկի սլաքին, մնալով նույն հեռավորության վրա։ Ես անջատում եմ այս կարգավորումը եւ այժմ անենք հետևյալ գործողությունը։ Ստեղծենք նոր շերտ, դրա համար ես քլիկ արեցի այստեղ ու յուրաքանչյուր փոփոխություն կրկին վերադառնանք ամենասկիզբը
սկիզբը, որպեսզի այս հատվածի վրա դա դիտարկենք։ Յուրաքանչյուր փոփոխություն կարող ենք այնպես անել, որպեսզի մեր այդ նոր շերտի վրա միայն ազդի։ Դա աշխատելու ժամանակ այնքանով է հարմար, որ ենթադրենք, եթե ես այստեղից օրինակի համար կրկին կատարեմ որոշակի փոփոխություններ, այնուհետև անջատեմ այս շերտը, մենք կտեսնենք օրիգինալ պատկերը, այսինքն բոլոր փոփոխությունները գրանցվում են միայն այս շերտի վրա։ Ենթադրենք, թե ուզում եք այլ հատվածում, եթե կատարենք փոփոխություն, ապա դա նույնպես կֆիքսվի այս շերտի վրա։ Այսպես իրականում ավելի հարմար է աշխատելը, ինչպես փորձն է ցույց տալիս։ Հաջորդ կարգավորումներից օրինակ սա նախատեսված է պլանշետային սարքերի միջոցով աշխատելու ժամանակ, կան սարքեր, որոնք միացվում են համակարգչին, որոնց միջոցով ավելի հեշտ է նկարչությամբ զբաղվելը, դրան էր վերաբերվում այդ կարգավորումը։ Այստեղ ընդհանուր մեխանիզմը պատկերացնելուց հետո կարող ենք այսքանով եզրափակել եւ շարժվել առաջ։ Կշարունակենք հաջորդ վիդեոից։